Տրոյա կրեդո գովազդային գործակալությունը, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերությունը եւ Լոռու մարզպետարանը օր առաջ շնորհավորեցին լոռեցի կանանց գարնանային տոների կապակցությամբ։ Արան հասարակական կազմակերպությունը հեշտացնում է լոռեցի հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորման գործը եւ այսօր ծմրան վերջին օրն է։ Մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերի աշխատանք շարունակում է մոլորակ լրատվականի հիմնական թողարկումը, ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես Արան հասարակական կազմակերպությունը հեշտացնում է լոռեցի հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորման գործը։ Մանրամասներին տեղյակ է Գոհար Մովսիսյանը։ Ըստ կանոնադրության Հայաստանի Հանրապետությունում բնակվող հաշմանդամություն ունեցող անձինք պետք է սպասարկվեն մայրաքաղաքում եւ հենց տեղում էլ ստանան իրենց հասանելիք պարագաները, պրոթեզներ, կոշիկներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր։ Արան բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Նազարյանի նախաձեռնությամբ համագործակցություն է սկսվել Երևանի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնի հետ, որի արդյունքում արդեն 18 տարի է Լոռու մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող անձինք Երևան մեկնելու փոխարեն սպասարկվում են հենց մարզկենտրոն Վանաձորում խուսափելով հավելյալ դժվարություններից։ Դիում են մեզ, որ ունենք խնդիր, մենք դիում ենք Երևան, ասում ենք կա խնդիր։ Ասենք խնդիր կա Լավերդիում, խնդիր կա Սպիտակում, կամ խնդիր կա մեր տարածաշրջանում, մարզում։ Մի 10 օրվա կտրվածքով այդ մարդիկ գալիս են բժիշկներով, հա, իրանց հաշվապահով, գալիս են այստեղ լրիվ իրանց հասանելիք պարագաները տալիս ու գնում։ Պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնի աշխատակիցների այցը մարզկենտրոն կախված է պահանջարկից, հիմնական այցերը պայմանավորված են առաջնակի կամ երկրորդական պրոթեզներ տրամադրելու եւ չափսեր վերցնելու հետ։ Կոշիկներն ստանում են ամեն 6 ամիսը մեկ, ձեռնափայտերն ստանում են 2 տարին մեկ, այսինքն դա տարիների խնդիր է։ Իսկ հիմնական իրան գալու արագություն կախված է առաջնակի կամ երկրորդական պրոթեզների տրամադրելու կամ չափեր վերցնելու համար։ Կախված է մեր պահանջարկից, եթե այստեղից մենք պահանջարկ ենք ներկայացնում, որ կարիք կա, իրանք ցանկացած բանի գալիս են այստեղ։ Կենտրոնի աշխատակիցները հերթական անգամ Վանաձորում էին, այս անգամ սպասարկվեցին մարզի 25 հաշմանդամություն ունեցող անձինք։ Շատերի նման Արթուր Արուշանյանը եւս դրական է գնահատում այս նախաձեռնությունը։ Երևան գալը շատ բարդությունների հետ է կապված։ Երևանի պրոթեզարանից գալիս են ամիսը մեկ անգամ, տեղում բոլոր հարցերը լուծում են հաշմանդամների շատ արագ։ Այսպիսով հաշմանդամություն ունեցող անձանց հոգսը հնարավոր եղավ պակասեցնել եւս մեկով։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը, այսօր ձմռան վերջին օրն է, Անահիտ Կարապետյանն է ճանապարհում ամենացուրտ եղանակը։ Ձմեռը Լոռիում փոփոխական էր 2013-2014 սպիտակ եղանակ այնքան էլ ձմեռային չէր, համոզված են լոռեցիները։ Ձմեռային պատկերը բացակայում էր հատկապես դեկտեմբեր եւ հունվար ամիսներին, իսկ ահա ձմռան վերջին ամսվա առաջին շաբաթում Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես Լոռու մարզում սաստիկ ցրտեր արձանագրվեց։ Ձմռան խորհրդանիշ ձյունն էլ տեղում էր։ Լոռեցիները Լոռվա ոչ լիարժեք ձմեռային եղանակից այնքան էլ գոհ չեն։ Մի մասը ցանկանում է հաջորդ տարում Լոռիում իսկական ձմեռ տեսնել, մի մասն էլ գոհ է։ Վառելիք քիչ օգտագործվեց, քանի որ համեմատաբար թեթև եւ տաք ձմեռ ունեցան։ Փոքր վաղտս ավելի ուժեղ մորոզներ եմ տեսել, քան ֆեհմի, բայց դե որ մի տաք արել է, ցուրտ տարում դժվարանում ենք։ Լավ եղանակը կարոնալի, ամառ անձևեր գա արևելանի։ Ինձ դուր է գալի երբ որ ձմեռը ձուն է անում, իսկ գարունը կանաչ է լինում։ Հա, բա ինչ գոչնենք, աղքատի ձմեռեր, շատ լավ անցավ, չմրսեցինք էլի յոլա գնացինք։ Ահա եւ անցյալում են 2013-2014-ի 90 ձմեռային տաք ու ցուրտ օրերը։ Եղանակային փոփոխական պատկերով Լոռվա բարեխառն ձմեռն այսօր եւս վերջին օրն ապրեց։ Լոռին ձմռան վերջին օրը գարնանային անձրևով ճանապարհեց։ Գարնանային անձրևը, ինչպես խոստովանում են լոռեցիները, հաճելի զգացողություններ բերեց, մասնավորապես թեթևություն։ Մարզկենտրոնի փողոցներում մեզ հանդիպած լոռեցիները արդեն ցանկանում են գարնանային կանաչ ու տաք եղանակ տեսնել։ Տաք հոգնել ենք ցրտից կուզենանք տաք լիներ։ Եղանակից էլ ալի որ մարդիկ ուրախանելու։ Օդերևութաբանները փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում մեղմ ու տաք գարուն է լինելու։ Մնում է հուսալ, որ գարունը փոփոխական մինուս պլյուսներով չի արտահայտվի։ Անահիտ Կարապետյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։
Եվ օրվա գլխավոր իրադարձության մասին Տրոյա Կրեդո գովազդային գործակալությունը, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերությունը եւ Լոռու մարզպետարանը գլխավորությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի օր առաջ շնորհավորեցին լոռեցի կանանց գարնանային տոների կապակցությամբ։ Ինձ հուշում են, որ պատրաստ է արդեն ռեպորտաժը հեռարձակման, դիտենք, տեսնենք թե ինչ է տեղի ունեցել։ Այո, գարունը գալիս է հենց այս գիշեր եւ սկսվում է կանանց միամսյակը մարտի 8, ապրիլի 7 մի խոսքով տոներ, որոնք պահանջում են կանանց նկատմամբ ավելի ուշադիր լինել։ Այդպես եղավ նաեւ այսօր։ Տրոյա Կրեդո գովազդային գործակալությունը իր անվանը հավատարիմ լինելուց զատ հայտնի է նաև տոնական երեկույթներ կազմակերպելով, բայց երեկույթները սովորաբար կազմակերպվել են ամանորյա տոներին, այս անգամ հաճելիորեն խախտելով ավանդույթը, բացառիկ կերպով նշվեցին նաև կանանց տոները։ Գործակալության տնօրեն Դիանա Մարտիրոսյանի կողքին այն գործընկերներն էին, ովքեր երկարատև համագործակցում են, ինչպես միշտ կար նաև Լոռու մարզպետարանի աջակցությունը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի բարձր հովանավորությամբ, եւ ինչպես հայտնի է, շարունակվում է Տրոյա Կրեդո Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն համագործակցությունը։ Այս ամենի արդյունքում Լոռու մարզում ակտիվ գործունեություն ծավալող մոտ 4 տասնյակ կին այսօր արժանացավ հատուկ ուշադրության։ Սիրված երգեր, հաճելի բարեմաղթանքներ, բարձր տրամադրություն եւ վերջապես ժպտացող կանայք եւ աղջիկներ, իհարկե ինչ տոն առանց նվերների, իսկ նվերների մասին հատուկ չխոսել առնվազն սխալ է։ Ընդհանուր նվերների արժեքը կազմում էր մոտ 1 միլիոն դրամ, տուրիստական փաթեթ, ոսկյազարդեր, տարբեր սրահներից անսահմանափակ ու անվճար օգտվելու կտրոններ, կենցաղային տեխնիկա, ինտերնետի 1 տարվա բաժանորդագրություն, ջահեր, ծաղիկներ, կրկնակի խաղարկություններ։ Մի խոսքով ոչ ոք երեկույթից չհեռացավ առանց նվերի։ Այս ամենի համագումարը մարտի 8-ին եւ դրանից հետո տեսանելի կլինի բացառապես Ֆորտունա հեռուստաընկերության եթերից։ Մինչ այդ Դիանա Մարտիրոսյանը խոստովանում է, սա ամենահաճելի միջոցառումներից մեկն էր եւ հատկապես նրա համար, որ ըստ պատշաճի գնահատվեցին այն կանայք, ովքեր ներկա էին երեկույթին եւ տեսագրությունը դիտելով միանշանակ կգնահատվեն նաեւ Լոռու մարզում բնակվող այն կանայք, ովքեր թեև արժանի էին, բայց այս կամ այն պատճառով ներկա չէին միջոցառմանը եւ կլինեն հեռուստադիտողի կարգավիճակում։ Մեծ հաշվով այս ամենը բոլոր կանանց եւ աղջիկների համար էր։ Փորձում ենք կանանց տոնը, կանանց օրը անակնկալ դարձնել, ինձ թվում է մեզ հաջողվեց, եթերի մասին դեռևս շուտ է խոսել, եթերը կլինի մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հաճախակի կրկնությամբ։ Բացի միջոցառման մեղավորներից ներկա կանայք եւս շնորհավորեցին միմյանց։ Սիրելի կանայք, այս գեղեցիկ օրը ես ցանկանում եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ միանգամից կատարվի։ Ունենաք կանացի մեծ երջանկություն, ինչը այժմ բոլորիս անհրաժեշտ է։ Շնորհավոր ձեզ։ Շատ հաճելի է, հուզված եմ նվերի համար, հաճելի անակնկալ է։ Շնորհակալություն միջոցառումը կազմակերպողներին, մեզ նման գեղեցիկ օր նվիրելու համար։ Շնորհավորում եմ բոլոր ներկա գտնվողներին, ցանկանում եմ, որ ձեր կյանքի բոլոր օրերը վերածվեն նմանատիպ տոների, կանայք արժանի են դրան։ Ամենահաճելի անակնկալներից մեկը միջոցառման գրեթե ավարտին էր, ներկաների ժպիտները անմահացան եւ լուսանկարների տեսքով հանձնվեցին կանանց եւ աղջիկներին։ Եղան նաեւ դեպքեր, երբ նախատեսված նվերը իր նպատակին ծառայեց հենց տեղում։ Բրավո, Բայուսակ, ձեզ եզնի հետ շատ գեղեցիկ համադրություն կկազմի եւ այն կարող եք անմիջապես Այսպիսով Տրոյա Կրեդո գովազդային գործակալությունը, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերությունը եւ Լոռու մարզպետարանը գլխավորությամբ մարզպետ Արթուր Նալբանդյանի հնչեցնում են գարնան տոների առաջին շնորհավորանքը եւ ասում, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Սպասեք երեկույթի հեռարձակմանը մարտի 8-ին։ Սարգիս Գոքորյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Սպասեք։ Կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև եղանակի տեսության Էռնա Անտոնյանի մեկնաբանությամբ, իսկ ես այսքանով ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք ցտեսություն։
հալվում է ձյունը, հալվում են լյուքս մասնագիտացված խանութ-սրահի գները, կանանց միամսյակի արդիվ, գարնանային նոր ցածր գներ եւ անակնկալներ։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը ձեզ առաջարկված տեխնիկան գնեք ինքնարժեքով։ Լյուքս մասնագիտացված խանութ-սրահ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 28։ Բարև ձեզ, նախքան եղանակին անդրադառնալը հիշեցնեմ, որ եղանակի տեսության աջակիցն է Lux Computers-ը, այժմ ներկայացնեմ կանխատեսումները։ Մարտի 1-ին ու 2-ին ցերեկը կդիտվի փոփոխական անպամատությամբ եղանակ, հարավային շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, այլ շրջաններում կդիտվի առանց էական տեղումների մեծ մասամբ արևային եղանակ։ Հնարավոր է մառախուղ քամի 13-ից 15 մետր վարկյան արագությամբ, ուշադրություն ավտոճանապարհներին հավանական է մերկասառույց, օդի ջերմաստիճանը գարնանվայել կսկսի բարձրանալ, առայժմ 1-ից 3 աստիճանով։ Առաջիկա օրերին եւս տաքանալու է։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 1 ցերեկը 10 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 2 աստիճան ցուրտ ցերեկը 6 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 2 ցերեկը 10 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 3 աստիճան ցուրտ ցերեկը 4 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 1 աստիճան ցուրտ ցերեկը 6 աստիճան տաքություն, իսկ Մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 1 ցերեկը 9 աստիճան տաքություն։ Երևանում մարտի 1-ին եւ 2-ին օրվա մեծ մասն սպասվում է առանց տեղումների արևային եղանակ, միայն տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև։ Հնարավոր է նաեւ քամի 7-ից 10 մետր վարկյան արագությամբ, մայրաքաղաքում կդիտվի մինչեւ 9 աստիճան տաքություն, անկախ եղանակային կանխատեսումներից։ Ժպտացեք հաճախ, ցտեսություն։